Nari, Makra, Nari. Փոսեր, խիճ, կիսատ աշխատանքներ եւ անորոշություն։ Այսպես կարելի է բնութագրել Գյումրին հարակից բնակավայրերի հետ կապող Ղարսի խճուղին, հատկապես վերջին ամիսներին։ Բանն այն է, որ դեռ սեպտեմբերի կեսերից այս ճանապարհահատվածին նկատվում էին փողոցաշինական նախապատրաստական աշխատանքներ։ Արդյունքում շուրջ 1 ամիս երթևեկության համար մեղմ ասած անբարեխիղճ պայմաններ ստեղծվեցին, առավել մեծ փոսերով երթևեկությունը բարդացնող մեծ խճաքարերով։ Շուրջ 1 ամիս ճանապարհն այս պատկերն ուներ, այնուհետև ասֆալտապատվեց երթևեկության 2 գոտի ունեցող ճանապարհի միայն 1 գոտու որոշակի հատված է։ Դրանից հետո ավելի քան 1 ամիս մինչև այսօր որևէ աշխատանք չի տարվել։ Քաղաքին պատկանող այս փողոցի շինաշխատանքների վերաբերյալ պարզաբանում ստանալը բարդ եւ դժվար գործընթաց էր։ Գյումրու համայնքապետարանից խնդրին արձագանքեցին, որ դրանք սուբվենցիոն ծրագրով են ընթանում եւ իրենցից չէ, որ պիտի համապատասխան տեղեկատվություն ստանանք ստեղծված իրավիճակի հետ կապված։ Շիրակի մարզպետի աշխատակազմից էլ փոխանցեցին, որ ոչ թե սուբվենցիոն ծրագրով է իրականացվում, այլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող կապիտալ ծրագիր է։ Երկու կառույցների տարբեր պատասխաններից հետո ի վերջո տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հստակեցնում են, որ ձգձգումները պայմանավորված են այդ նույն տարածքում Գազպրոմ Արմենիայի կողմից իրականացվող աշխատանքներով, որոնք դեռ չեն ավարտվել։ Մինչև տարեվերջ ճանապարհային դեպարտամենտի կավարտի փողոցի եզրային աշխատանքները, իսկ ասֆալտապատումը արդեն պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով կշարունակվի միայն գարնանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանավանիսյանն այսօր։